Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line է Շանթի ուղիղ եթերում, ես Դավիթ Պետրոսյանն եմ, բարև ձեզ։ Ինչպես միշտ, ես արդեն կարող եմ ասել այդ բառը, ինչպես միշտ, որովհետև մինչև հիմա մենք չենք ունեցել բացառություն, այս տաղավարում Հայաստանի այդ ոլորտի լավագույն մասնագետներն են, ես մեծ հաճույքով ներկայացնում եմ CMS ժամանակակից վիրաբուժական կլինիկայի վարիչ եւ ուրոլոգիական բաժնի ղեկավար բժշկական գիտությունը տեխնացու Ռուբեն Հովանեսյանն է եւ CMS ժամանակակից վիրաբուժության կլինիկայի ուրոլոգ լապարասկոպիստ Կարինա Առաքելյանը։ Գեղեցիկ կին, սիրելի բարեկամներ, բայց ասել եմ եւ կասեմ, այստեղ քիչ է լինել գեղեցիկ, պետք է ներկայացնել մասնագիտական իրեն բարձր որակը եւ դուք դրանում այսօր կհամոզվեք։ Բժիշկ Հովանեսյան, շնորհակալություն, բժշկուհի Կարինա, շնորհակալություն, որ դուք այստեղ եք։ Մենք արդեն մեր փորձից գիտենք, որ ժողովուրդը շատ է սպասում բժշկական հաղորդումների։ Եվ երևի դա ունի ինչ-որ բացատրություն, որովհետեւ այն ինչ որ վերաբերում է բժշկությանը, դա մերն է, մեր օրգանիզմինն է։ Ուրիշի չի, դա ինչ որ չի վերաբերվում լուրջ սոցիալական հարցերի թեկուզ, այ հենց մեր մեջ է դա։ Եվ մենք ուզում ենք լսենք, համոզվենք, որ մենք հիվանդ չենք, կամ համոզվենք, որ եթե մենք հիվանդ ենք, մեզ կբուժեն, որ ինչի՞ չհանգիստ լինենք։ Լապարասկոպիկ ուրոլոգիա, որով դուք զբաղվում եք լրջորեն եւ արդեն քանի տարի է, բժիշկ Հովանեսյան, կարող եք ասել, բնութագրեք, ինչ ենք մենք հասել, ուր ենք մենք հասել այդ ուղղությամբ լապարասկոպիկ ուրոլոգիայի։ Բժիշկ Պետրոսյան, նախ առաջ կուզենամ մեր երկուսի անունից շնորհակալություն հայտնել մեզ հրավիրելու համար այստեղ այսօր այս փայլուն հաղորդմանը, այս նախաձեռնությունը, որ դուք սկսել եք, ես ողջունում եմ եւ ողջունելու եմ, քանի դեռ այս հաղորդումը կա, իսկապես փայլուն նախաձեռնություն է եւ ինչ որ մեկ է պետք է ստանձնի այդ պարտականությունը մեր ժողովրդին հասցնելու լավագույն մասնագետների խոսքը բոլոր ոլորտներում։ Եվ անձամբ այսօր ես եմ եւ բժշկուհին, մեր անունից շնորհակալություն եմ հայտնում։ Բժշկուհի ջան, դուք նույնպես կարծում եմ։ Այո, իհարկե ես միանում եմ ձեր խոսքերին, իսկապես շնորհակալություն։ Արդեն որ ստեղ եք, դա նշանակում է, որ դուք ընդունված եք որպես լավագույն մասնագետ Ռուբեն, իմացեք, լավ, լսում ենք։ Եվ կուզենամ ասել, որ այսօր փաստորեն հաղորդումը ձեր ոչ թե կոչվում մասնագետ on-line, այլ կոչվում մասնագետներ on-line։ Քանզի երկուսս ենք։ Այո, մեկ մասնագետ եւ դա ձեր հարցի ամենաառաջին եւ ամենասկզբունքային պատասխաններից մեկն է, որ իրականում լապարասկոպիան ոչ միայն ուրոլոգիայում, առհասարակ բժշկության մեջ, բայց ուրոլոգիայում առավել եւս եւ ինձ համար, մեզ համար նախ եւ առաջ դա թիմային աշխատանք է։ Կտրվածքներով բաց կատարվող վիրահատությունների ժամանակ անշուշտ կարևոր է որ բոլորը լինեն պրոֆեսիոնալներ, բայց այնտեղ օպերատորը ունի իր ուրույն դերը, իր եզակի, իր ունիկալ դերն ունի, իսկ ասիստենտները կարող են լինել ոչ այդքան էլ պրոֆեսիոնալ մարդիկ, ոչ այդքան պրոֆեսիոնալ եւ ես ինքս ուսանող ժամանակ դուք եւ Կարինա Վալերիևնան եղել ենք այդ ասիստենտը, որ մենք ոչ մի պրոֆեսիոնալ էլ չէին, մեզ կանգնացնում էին սեղանի մոտ, որտեղ գնում էր ծանրագույն վիրահատություն, բայց մենք օգնում էինք, որովհետև կարելի է, որ օգնականը լինի ուղղակի ոչ պրոֆեսիոնալ, գործից որոշ չափով տեղյակ։ Պարտադիր չի լինել մասնագետ այդ պահին, պարտադիր չի լինել մասնագետ։ Այսինքն եթե դու արդեն կարող ես ինչ-որ մի բանով օգնել, այդքանը բավական է։ Մասնագետ ձգտող, ասենք։ Իսկ լապարասկոպիկ ուրոլոգիայում այլընտրանք չի կարող այդպիսի բան լինել, որովհետև լապարասկոպիկ ուրոլոգիան դա թիմային աշխատանք է եւ այդ թիմային աշխատանքում երկուսն էլ կամ եթե երրորդի մասնակցությունն էլ կա, նրանք պետք է լինեն հավասար մասնագիտական կվալիֆիկացիայի մասնագետներ։ Սա միանշանակ է, այս սա ամենաունիկալ տարբերությունն է, որ տարբերում է լապարասկոպիան բաց կտրվածքով կատարվող ուրոլոգիական վիրահատություններից։ Ես չէի մտածում այդ ուղղությամբ, ճիշտ ասած, ես կարծում եմ, թե միայն տեխնոլոգիական ինչ-որ տարբերություններ են, բայց այդպիսի որակավորման հետ կապված ես չէի մտածում։ Շնորհակալություն, բժիշկ Ռուբեն, ասացեք, խնդրեմ, ուր ենք մենք հասել, ինչ կարելի է անել լապարասկոպիկ ուրոլոգիայի միջոցով։ Մինչև այդ հարցի պատասխանին անցնելը կարելի է նախորդ հարցից եւս երկու նախադասություն ավելացնեմ, որպես պատասխան նախորդ հարցին, որ լապարասկոպիկ ուրոլոգիան իրականում դա վիրաբուժության զարգացման, ուրոլոգիայի զարգացման եւս մեկ մակարդակ է։ Իսկապես եւս մեկ մակարդակ է եւ անհամեմատ ավելի բարձր մակարդակ է, քան թե պարզ կտրվածքներով կատարվող ուրոլոգիական միջամտությունների մակարդակը։ Դա իսկապես մի մակարդակ է, որը մենք հասել ենք արդեն ձեռք ենք բերել այդ հմտությունները այսօր Հայաստանում մենք կարողանում ենք ապահովել, հա, իսկ ինչ ենք կարողանում ապահովել, ես խնդրեմ բժշկուհի Առաքելյանը
մի քանի նախադասության պասի։ Խնդրեմ բժշկուհի, ասեմ ինչին ենք հասել, որ արդեն անում ենք լապարասկոպիկ վիրահատություններ, վերջին 8 տարվա ընթացքում կարող եմ ասել, որ մենք ոչ մի անգամ կտրվածք չենք արել երիկամի կիստաներ վիրահատելու համար։ Այսինքն մեր մոտ բացառապես միայն կատարվել են լապարասկոպիկ։ Երիկամի հեռացումներ լապարասկոպիկ, քարի հեռացում երիկամից, միզածորանից։ Բժիշկներ ջան, խնդրում եմ ինձ ասեք, երիկամը փոքր օրգան չի։ Իսկ ձեր լապարասկոպիկ գործիքները ուղղակի կարելի է ասել, որ մեկ-մեկ աչքով չես տեսնում դու այդ ծայրերը, իր ծայրակալները։ Երիկամը ոնց կարելի է հեռացնել առանց մեծ կտրվածքի։ Մի հատ ուղղակի ինձ հանգստացրեք, ասեք, որ դա հնարավոր է եւ մի անհանգստացի դոկտոր Պետրոսյան։ Բժիշկ Պետրոսյան, անշուշտ շատ ճիշտ հարց է եւ դուք հարցը տալիս եք ոչ թե ձեր անունից, քանզի դուք այդ հարցի պատասխանը շատ լավ գիտեք իհարկե, բայց ես հասկանում եմ շատ լավ, որ դա մենք տալիս ենք այդ հարցը այն բոլոր մարդկանց անունից, ովքեր այսօր մեր հաղորդումը դիտում են, եւ շնորհակալ եմ այդ հարցի համար, քանի ուզում եմ պատասխանել շատ բարձրաձայն եւ բոլորին ասել, որ այո, լապարասկոպիկ երիկամ հեռացնել նշանակում է հետեւյալ. երիկամ մի օրգան է, որի չափերն են 10-11 սանտիմետրը 4-5 սանտիմետրի։ Այսինքն եթե մենք կարողանում ենք գործիքի օգնությամբ, այս գործիքի օգնությամբ, որը ներթափանցում է մարդու օրգանիզմ, եւ այս գործիքը հենց այսպես չի մտցվում, մինչեւ գործիքը մտցնելը, օրգանիզմի խորհուրդ ներթափանցում է այս սարքը, որը կոչվում է տրոակար, մտցվում է։ Այսինքն ընդհանրապես կատարվում 1 սանտիմետրանոց կտրված, մտցվում է սա որովայնի խորհուրդ, եւ սրա միջով արդեն մտցվում է այս գործիքը, հա, եւ կատարվում է աշխատանքը ներսում, օրինակ սա մկրատ է։ Եվ բնականաբար բազմաթիվ գործիքներ ունենք, նույնիսկ գործիքներ, որոնք հատուկ լապարասկոպիայի համար են ստեղծված, եւ դրանք չկան բաց վիրահատությունների համար, գոյություն չունեն, ուղղակի միայն լապարասկոպիայի համար է։ Երիկամը լինելով մի օրգան, որի չափերն են 10 սանտիմետր, օրինակ 4-5 սանտիմետրի, մենք դա կարողանում ենք հեռացնել ներսում, եւ հետո կատարում ենք մաշկի վրա 3-4 սանտիմետրանոց կտրվածք, ընդամենը 3-4 սանտիմետրանոց, այդ կտրվածքը լայնացնում ենք եւ այդ կտրվածքով հանում ենք երիկամը դուրս։ Հասկանալի։ Բնականաբար հասկանալի է, որ այդ նույն կտրվածքով կարելի է հանել մակ երիկամը, որը ավելի փոքր օրգան է, 2-3 սանտիմետրանոց օրգան է, կարելի է հանել քարեր, երիկամից կարող ենք ասել, որ համարյա ամեն ինչ կարելի է լապարասկոպիկ ձևով անել, ուրոլոգիական բոլոր վիրաբուժական հիվանդությունները կարող են կատարվել լապարասկոպիկ, կարող ենք այդպես ասել մենք հիմա։ Այո, կարող ենք ասել, իհարկե։ Այսինքն դա կախված է փաստորեն բժիշկը կարողանում է տիրապետում այս մեթոդին, թե չէ, եթե մենք հայտնվում ենք մի բժշկի մոտ, որը չի տիրապետում, ինքը չի անի լապարասկոպիկ, ոչ թե նա համար, որ դա չէր կարելի անել, այլ ուղղակի այդ մարդը չի տիրապետում եւ հիմա անցումային շրջան է, երբ որ ոչ բոլոր բժիշկները եւ ոչ միայն ուրոլոգիայում տիրապետում են լապարասկոպիայի, կարող է ժամանակին գա այդ ժամանակը, երբ որ տենց կլինի բոլորի, բայց այս պահին մենք ունենք դեռ բժիշկներ, որոնք չեն տիրապետում եւ ինչի համար է այս հաղորդումը մեկել, որ մենք ասենք, որ ոչ բոլոր տեսակի միջամտությունները ուրոլոգիական կարելի է անել լապարասկոպիկ միջոցով, ճիշտ է։ Դե լապարասկոպիան դա պրիորիտետ չի ամեն ինչում, այսինքն այնպես չի, որ հիվանդը եկավ, դու առաջարկում ես միայն լապարասկոպիա եւ վերջ։ Հիվանդին առաջարկվում է այն, ինչ որ ցուցված է։ Ցուցված է, ճիշտ, այ շատ ճիշտ ասացիք բժշկուհի։ Եթե պացիենտը ունի այլ հիվանդություններ, սիրտանոթային, որոնց ժամանակ շատ հիվանդություններ կան, որոնք ուղղակի հակացուցված են լապարասկոպիայի համար։ Բնական է կշռում ես, հասկանում ես բոլոր դրական եւ բացասական կողմերը եւ առաջարկում ես այն, ինչ որ իսկապես ցուցված է հիվանդին։ Հիվանդներ կան, որոնք որ միանշանակ ցուցված է կտրվածքով վիրահատություն եւ նույնիսկ հիվանդներ, ովքեր որ գիտեն լապարասկոպիայի մասին, գալիս են եւ պնդում են պացիենտին, բացատրվում է, որ ձեզ ուղղակի հակացուցված է։ Բժշկուհի Կարինե, մի հարցի շուրջ եմ ուզում ձեզ հետ խոսել, քանի որ կին ուրոլոգ շատ քիչ կա։ Ես ճանաչում եմ, ինչքան ես դեմ 3-ին եմ ճանաչում Հայաստանում եւ չգիտեմ ավել միգուցե եւ կա, ես այդպես գիտեմ, ուրոլոգները շատ են, տղամարդիկ իհարկե շատ են։ Հարցը դա չի։ Ես օրինակ ենթադրում եմ այսպիսի մի բան, օրինակ կին պացիենտ, որը ուրոլոգիական խնդիր ունի։ Հաշվի առնելով մեր ազգային որոշ գծերը եւ որոշ ամոթխածությունը բնական կանանց, ինձ թվում է, որ կան կանայք, որոնք ենթադրենք ուշացնեն այդ ուրոլոգի մոտ գնալը, տղամարդու մոտ ուշ կգնան, որովհետև իրենց կթվա թե ամոթամիգուցե ինքն իրեն կանցնի եւ այլն, այսօր անում են այն, ինչ որ չի կարելի անել։
Գիտեք, ցավոք սրտի ասեմ մի բան, որ ես կարծում եմ, որ իմանալով, որ կան կին ուրոլոգ եւ այդ կին ուրոլոգը ունի այնքան բարձր կվալիֆիկացիա, որ կարող է իրենց փաստորեն բոլոր խնդիրները լուծի, մանավանդ, որ ինքը գտնվում է մի կլինիկայում եւ մի թմի մեջ է, Ռուբեն Օգանեսովիչի պես մասնագետի կողքը, այսինքն վերջ, արդեն այդ խնդիրը հանվում է։ Նա գնում է բժշկի։ Բժիշկ Պետրոսյան, մի փոքր հերվից գամ, ցավոք սրտի շատ պացիենտներ չգիտեն, որ օրինակ միզային համակարգը կանած, դա վերաբերում է ուրոլոգիային։ Եվ հայտնություն չեմ անի, շատ կանայք իրենց ցիստիտներով գնում են այլ մասնագետների մոտ, բայց չեն գալիս ուրոլոգի մոտ, ասում են Եվ այլ մասնագետը չի ասում, որ դու եկել ես ոչ պրոֆիլով, չէ՞, սկսում է բուժել։ Այսինքն պիտի նախ եւ առաջ հասկանան, որ ուրոլոգիան զբաղվում է կանանց միզային համակարգով եւ տղամարդկանց միզասեռական։ Այ երբ որ այդ ամենը պացիենտը հասկանում, ինքը հասկանում է իր խնդրով, իր խնդրեմով ում մոտ պիտի գնա։ Ես կարծում եմ, որ այս հարցում էլ մենք որոշ օգնություն ցույց տվեցինք մեր հեռուստադիտողներին, սիրելի բարեկամներ, մենք ուղիղ եթերում ենք, մենք ձեզ տալիս ենք հեռախոսահամարը, որով դուք կզանգահարեք մեզ մոտ եւ մենք ձեր հարցը կուղենք մեր մասնագետներին, երկրորդ մասում մենք արդեն կսկսենք ձեր համարները տալ, հիմա շուտով կլինի գովազ, սիրելի գոլեգաներ, այդ ընթացքում զանգերը արդեն գալիս են, առանց իմ ասելու մարդիկ արդեն զանգահարում են եւ իրենք ունեն ձեզ հարցեր, բայց քանի որ ես հարց ունեմ ձեզ շատ կարեւոր, ես կարծում եմ, որ մենք երկրորդ բաժինը կսկսենք իմ հարցով մի բան բարձաբանենք եւ նոր մենք սիրելի բարեկամներ ձեր զանգերը կտանք եթեր, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line է ուղիղ եթերում, շատ հետաքրքիր հաղորդում է, ուղղակի ես այսպիսի հակասության մեջ եմ ընկել, որովհետև ունեմ շատ կարևոր հարցեր եւ գիտեմ, որ դուք էլ զանգահարել եք, մի քիչ հետո կտանք ձեր զանգերը, սիրելի բարեկամներ։ Բժիշկ Հովհաննեսյան, Clinic of Modern Surgery, այսինքն ժամանակակից վիրաբուժության կլինիկա, նոր կլինիկա է, ես գիտեմ, շատ համարձակ է կոչվում, այդպես կարող եք ասել այ կոնցեպցիան, ինչ օգուտ մեզ, այ ես երևանցի մարդ եմ եւ պարզվում է, որ կա տենց կլինիկա, ես մտածում եմ, ինձ դա ինչ-որ օգուտ տվեց, թե չէ, թե տվեց օգուտ միայն նրանց, ովքեր որ ստեղծել են եւ աշխատում են այնտեղ, այ հիմնավորեք, ասեք, ինչու՞նն է այն իմաստը եւ նոր խոսքը, որով դուք հանդես եք գալի եւ մեզ դա մատուցում եք։ Անշուշտ շատ ճիշտ եք, մոտ 2 տարի է գոյություն ունի ժամանակակից վիրաբուժության կլինիկան, Clinic of Modern Surgery, ինչպես դուք ասեցիք, այդ CMS հապավում հենց դա է նշանակում անգլերեն լեզվից։ Անունը կարելի ասել արտացոլում է այն ամենը, ինչ որ մենք ներդրել ենք այդ կոնցեպտը, այդ գաղափարը, այդ կլինիկայի ստեղծման մեջ, այսինքն ժամանակակից վիրաբուժությունների մեջ պետք է ներառի ժամանակակից տեխնոլոգիաներ, ժամանակակից գործիքներ, ժամանակակից վիրաբուժական մեթոդներ, օրինակ լապարասկոպիկ ուրոլոգիան ինչի մասին ասեցի, նշանակում է դա երկրորդ հերթին ժամանակակից եղանակով մտածող, ժամանակակից մտածելակերպ ունեցող բժիշկներ, այսինքն ժամանակակից մտածելակերպ նշանակում է այսօրվա տենդենսներին, այսօրվա տեխնոլոգիաներին համահունչ։ Ես խնդրեմ հիմա մեր ռեժիսորին նա արդեն տա, որտեղ մենք մի տեսանյութ ունենք, որտեղ այդ ինչ որ դուք ասում եք, մեր հեռուստադիտողները կտեսնեն, ահա, ասեք Ռուբեն։ Ժամանակակից գաղափարներին համահունչ շարժող եւ մտածող բժիշկներ եւ երրորդ էլեմենտը, որը պետք է ավելացնենք բնականաբար, դա ժամանակակից սպասարկումն է։ Այսինքն այդ երեք էլեմենտների համադրումը, տեխնոլոգիաներ, բժիշկներ եւ սպասարկում, այդ ամենը ապահովում է ժամանակակից վիրաբուժության կլինիկան։ Դրա անունը, այդ կլինիկայի անվանումը եւ այն ամենը, ինչ որ մենք կատարում ենք անել այդ կլինիկայում։ Մենք որպես ուրոլոգներ, մենք ուրոլոգիական թիմն ենք ներկայացնում, ես եւ բժիշկ Արաքելյանը, ժամանակակից վիրաբուժության կլինիկայում ապահովում ենք ուրոլոգիական խնդիրների ամենաժամանակակից սպասարկման, բուժման, հետազոտման եւ հետբուժական խնամքը եւ հետևելը ապահովելը։ Եվ դա իսկապես այդ երեք էլեմենտները, որոնք ասացի, ներառվում են մեր ամբողջ աշխատանքի մեջ։ Տեխնոլոգիաները լավագույնն են, իսկապես լավագույնն, այսինքն մենք հագեցված վիրասրահ ունենք, որը պարունակում է պրակտիկորեն այն բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ամենաժամանակակից վիրաբուժական վիրատություն, ուրոլոգիական վիրատություններ անելու համար։ Եվ հիվանդասենյակները մենք տեսնում ենք, որ այնպիսի հարմարավետ են,
Այն ամեն ինչ որ անհրաժեշտ է իսկապես ժամանակակից վիրաբուժական սպասարկում ապահովելու համար, դե մասնագետների համար մի փոքրիկ համեստություն անեմ, չասեմ մասնագետների մասին, եթե կարելի տարբերություն տեխնոլոգիաների։ Ես գիտեմ ձեր համեստության մասին, Բժշկովանեսյան։ Այդ դուք չեք ասի։ Անցնեմ Ես առաջ։ կասեմ։ Եվ սպասարկման ասեմ բնականաբար, որ ես դեռ չեմ հիշում դեպք, մենք 2 տարի այնտեղ աշխատում ենք, մեկ ես չեմ հիշում դեպք, որ պացիենտը մեզ մոտից գնա եւ չասի խորին շնորհակալությունը չհայտնի, ինչպես իր բուժող բժիշկներին, կլինեմ ես, կլինի բժիշկ Արաքելյանը, թե այլ բժիշկները, այն նկարների մասին, հա։ Այ բժիշկ ասեք, ես ձեր մոտ էի, ձեր կաբինետը, հարգելի բարեկամներ, ամեն իրեն հարգող տղամարդ պետք է ունենա կին, ընտանիք, զոքանչ եւ ուրոլոգ։ Ես ասեմ ձեզ, որ ես այցելել եմ բժշկին, ուրոլոգին, ես դեռ հիվանդ չեմ, երբ որ մարդ ասում է, որ հիվանդ չեմ ես, ինքը պետք է անպայման ավելացնի դեռ բառը, ճիշտ է, որովհետեւ ոչ մեկ չգիտի թե ինչ կլինի, համենայն դեպս այցելել բոլորը որոշ տարիքից պետք է ունենան, իսկ եթե տղամարդ հետ ամեն ինչ ունի եւ իր ուրոլոգը այսպիսի գեղեցիկ կին է, ինչպես Կարինովալի, նա կարող է ասել, իմ կյանքը հաջողված է։ Այ այս մարդիկ ովքեր են, դոկտոր, կարող եք ասել։ Բժիշկ Պետրոսյան, այս մարդիկ աշխարհի լավագույն ուրոլոգներն են։ Այո։ Ես առանց չափազանցության եմ ասում, սրանք իմ ուսուցիչներն են, մեր ուսուցիչներն են, սրանք այն մարդիկ են, որոնց մոտ թե ես թե բժիշկ իրենք ինչ-որ նոր խոսք են ասել ուրոլոգիայում։ Այս մարդիկ յուրաքանչյուր, օրինակ այս մարդը, որ հիմա տեսնում ենք, սա պրոֆեսոր Շրոդերն է Հոլանդիայից Ռոտերդամից, ինքը հայտնի ամբողջ աշխարհում որպես պրոստատի թագավոր։ Ահա։ Եթե մեկին աշխարհում անվանում են պրոստատի թագավոր, կարելի է ընդհանրել, թե նա ինչ ներդրում եւ ինչ դերակատարություն է ունեցել շագանակագեղձի հիվանդությունների բուժման առումով։ Այո։ Կամ պրոֆեսոր Քրիստոֆեր Վուդհաուսը Լոնդոնից, պրոֆեսոր Շտուդերը Շվեյցարիայից, որը միզապարկի ուռուցքների բուժման ամենալավ տեխնոլոգիաներից եւ մեթոդներից մեկն է առաջարկել, որ ամբողջ աշխարհում է կիրառվում, ամենամեծ լայն տարածումը ունի։ Այս բոլորը այն մարդիկ են, որոնք ինձ թույլ են տվել, մեզ թույլ են տվել այսօր ապահովել ուրոլոգիական սպասարկման լավագույն մակարդակը եւ անվանել ժամանակակից վիրաբուժության կլինիկա մեր կլինիկան, կամ պրոֆեսոր Պատրիկ Վոլշը Բալտիմորից, որը առանց չափազանցության այսօր աշխարհի համար 1 ուրոլոգն է համարվում։ Մենք արդեն զանգ ունենք, բայց մի հարց տամ Կարինա Վալերիևնային, բժշկուհի ասացեք, խնդրեմ, ինչքան ժամանակ է տևում հիվանդի մնալը ձեզ մոտ, ասենք թե վերցնենք հիվանդը եկավ, բուժումը անցկացվեց եւ նա, ասենք, արդեն դուք ասում եք վիրահատական բուժման մասին է խոսքը։ Հա, վիրահատականի մասին է խոսքը։ Մեզ մոտ պացիենտները գալիս են հենց վիրահատության օրը, այսինքն հետազոտվելու համար ոչ մի պացիենտ չի պարկում հիվանդանոցում։ Հետազոտությունները կախված են նրանից, թե ինչ ծանրության են հիվանդությունները։ Որոնք կատարվում են ամբուլատոր ձևով։ Իհարկե, ամբուլատոր միանշանակ։ Հիվանդը եկավ վիրահատության օրը, պարկեց, վիրահատվեց, 1-2, մաքսիմում 3։ Դա եթե արվում է էնդոսկոպիկ, լապարասկոպիկ, այսինքն առանց կտրվածքի վիրահատություններ։ Կտրվածքի պարագայում կարող է եւ լինի 4-5, բայց ոչ ավել։ Նույնիսկ այնպիսի վիրահատություն, ինչպիսին է ռադիկալ պրոստատեկտոմիան, հիվանդը մաքսիմում 5-րդ օրը տուն է գնում։ Շատ լավ է։ Դե ընդունենք զանգերը, գոլեգաներ։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայրս 81 տարեկան է։ 10 տարի առաջ վիրահատեցին, շագանակագեղձի ադենոմա ուներ, վիրահատեցին, բայց դրանից հետո բնական ճանապարհը փակվեց։ Ինքը մինչև հիմա այդ խողովակներով, տոպրակներով այտենց ապրում է ինքը ու շատ վատ վիճակի մեջ է։ Դե հասկանալի է, որ կյանքի որակը ահավոր ցածր։ Դրանից հետո առաջացավ պորտի ներքևի մասում գրիժա։ Գրիժան էլ վիրահատեցինք, բայց նորից դուրս եկավ այդ գրիժան։ Հիմա մի մեծ այդպես գնդի նման բան է այդ պորտի տակը ու հիմա ինքը շատ վատ վիճակի մեջ է։ Դուք ինչ խորհուրդ կտաք, մենք ինչ կարող ենք անել։ Մենք ձեզ լսում ենք, բժիշկ Հովհաննեսյան, դա ձեզ ծանոթ է նման վիճակ, թե դա շատ հազար։ Ամենայն հավանականությամբ շագանակագեղձի հետ կապված վիրահատություն է տարել կամ կտրվածքով, ըստ երևույթին կտրվածքով, որտեղ նշում են, որ առաջացել է նախ վրաջոն զանգի համար շնորհակալություն ասել, հա։ Ըստ երևույթին եղել է կտրվածքով, որտեղ առաջացել է ճողվածք ամենայն հավանականությամբ դրանից հետո 81 տարեկանում իհարկե պետք է հնարավորին չափ խուսափել վիրահատություններից։ Կարելի է 10 տարի առաջ անշուշտ վիրահատություն անել, վստահ եմ արել են եւ ամեն ինչ շատ որակյալ է եղել, բայց պետք է հասկանանք, որ բժշկությունը դա
ամենափրկիչ մի մեթոդ չի եւ պատահում են դեպքեր են լինում, երբ որ բժշկությունը չի կարող իրավիճակը շտկել լիովին։ Այսօր ինչ որ նկարագրությունը մենք լսեցինք, ամենայն հավանականությամբ կարիք կա եւս մեկ անգամ բժշկի այցելության։ Առանց բժշկի այցելության, առանց գնահատելու վիճակը թե ճողվածքի, թե ադենոմայի, բայց դուք ինչպես եք պատկերացնում, հնարավոր է օգնել նման։ Անշուշտ հնարավոր է, իհարկե։ Մենք որևէ նախապաշարմունք չպետք է ունենանք կապված հիվանդի տարիքի հետ, հիվանդի սեռի հետ, հիվանդի սոցիալական ստատուսի հետ, բացարձակ։ Այո։ Հիվանդը առասարակ յուրաքանչյուր ոք իրավունք ունի լինել առողջ անկախ տարիքից։ Սա մեր մոտեցումն է։ Եվ մեր մոտեցումներից մեկը նաև այն է, որ եթե պացիենտին կարելի է չվիրահատել, իրեն պետք է չվիրահատել։ Սա մյուս մոտեցումն է, սա մեր, ասենք ասեմ, գաղափարական, մեր ժամանակակից վիրաբուժության կլինիկայի հիմքում ընկած գաղափարական սկզբունքներից երկուսն են, որոնց մասին ասեցի։ Անշուշտ իմ խորհուրդը կլինի եւս մեկ անգամ այցելել կամ այն բժշկին, որը վիրահատել է այդ հիվանդին 10 տարի առաջ, կամ մեզ կարող եք այցելել կամ որևէ այլ ուրոլոգիական կլինիկա։ Մեր քաղաքում մեծ քանակությամբ շատ որակյալ, շատ բարձրակարգ կլինիկաներ կան։ Այդ կապակցությամբ, սիրելի բարեկամներ, ես ձեզ հիշեցնեմ, որ ժամանակ առ ժամանակ, երբ որ տրվում են մեր հյուրերի անուն, ազգանունը, նրա տակ գրվում է հեռախոսահամար, դա դուք գրեք ամեն դեպքում, միգուցե եւ ձեզ հաջողվի մեզ մոտ զանգել եւ մենք ձեր զանգը տանք եթեր, բայց ամեն դեպքում այդ համարը գրեք, որովհետեւ հաղորդումից հետո բժիշկները ավելի հանգիստ կլինեն եւ ոչ թե այսպես մենք միան եթերում կարողանա պատասխանի բժիշկը, այլ ինքը ձեզ լրացուցիչ հարցեր կտա, նա ավելի կխորանա եւ ձեզ չի բացառում, որ հենց հեռախոսով էլ տա շատ ճիշտ խորհուրդ։ Ամեն դեպքում դուք այդ համարները գրանցեք։ Մենք զանգ ունենք, լսում ենք ձեզ։ Ալո, ես բժիշկ Հովհաննիսյանն եմ։ Այո։ Արտուղ։ Իհարկե։ Ես երիկամի անբավարարություն ունեմ, աչ երիկամս փուչուրացած է, կարճրոտված է։ Շատ է նեղում էլի։ Հա, ինչը դուք այնուամենայնիվ մնացած հարցերում ամեն ինչ նորմալ է ձեզ մոտ։ Ոչ։ Միզաթափություն ունեմ։ Հա։ Ուրեմն հետաքրքիր է, չէ՞, ես եմ հարցերը տալի։ 53 տարեկան եմ։ Ես պոլիկլինիկա գնացել եմ, մեր թաղային ուրոլոգը դեղերա տվել, ոչ մի բանով չի օգնում։ Եթե կնճռոտված է երիկամը, ապա ես պետք է խորհուրդ տամ, որ լիարժեք հետազոտենք այդ երիկամը։ Ձեր երիկամը պետք է իսկապես լիարժեք հետազոտվի եւ հասկանանք արդյոք այն ձեզ ծառայում է թե ոչ։ Եթե այդ օրգանը որպես ֆունկցիոնալ միավոր արդեն չի ծառայում, ապա այդ օրգանը ենթակա է հեռացման իհարկե։ Առավել եւս որ կնճռոտված երիկամը ինքը որպես կանոն լինում է ինֆեկցիայի աղբյուր եւ անընդհատ պահպանում է այդ միզային համակարգում ինֆեկցիան եւ մյուս երիկամն էլ է, որը ըստ երևույթին առողջ է եւ հույսով եմ առողջ է ձեզ մոտ, դժում է այդ ինֆեկցիայից։ Այնպես որ միանշանակ պետք է հետազոտել, հասկանալ թե երիկամը որքանով է ձեզ ծառայում եւ որոշել այդ երիկամի ճակատագիրը հետագա։ Զանգ ունենք, այո։ Լսում ենք։ Ալո։ Ասացեք, խնդրեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մենք ողջունում ենք ձեր հաղորդումը։ Շնորհակալություն։ Հարցը տվեք։ Մի հատ թորնիկ ունեմ, 9 տարեկան տղա երեխա է։ Հա։ Գիշերը միզամուղություն ունի, ինքը արդեն հասկանում է եւ վիրավորում է այդ Նեղվում է դրանից երեխան։ Փողությունից էլի։ Գիշերամիզություն։ Այո, տալ ենք բժշկի, ռենտգեն ենք գցել եւ էուրես անունով դիագնոզել են։ Այո, ճիշտ է։ Բժշկուհի, կարող եք դուք երևի ավելի շատ ձեզ կդիմեն փոքր երեխաների մայրիկները, չէ՞։ Ասեմ, որ երեխաներով մենք չենք զբաղվում։ Այո։ Մեր կոնտինգենտը 16 տարեկանից բարձր է, բայց խնդիրը հայտնի է ձեզ էնուրեզի։ Մեծահասակ մենք ունենք պացիենտներ, ովքեր որ 16-ից բարձր են եւ ունեն այդ խնդիրը եւ բավականին լավ դեղորայքով դա բուժվում է։ Բայց ինչ վերաբերում է 9 տարեկան երեխային, ապա միանշանակ պետք է խորհուրդ տամ ես սերունդի մայրիկներ կամ տատիկը, որ դիմեն նրանք Արաբկիր բժշկական կենտրոն։ Արաբկիր բժշկական կենտրոնը այսօր Հայաստանում, Երևանում ամենաառաջադեմ կենտրոններից մեկն է, որտեղ զբաղվում են երեխաների մոտ էնուրեզով։ Մեր խորհուրդը պետք է լինի դա։ Եղավ։ Սիրելի գոլեգաներ, մենք պետք է մեկ անգամ էլ ընդհատվենք, հարգելի բարեկամներ, մնացեք մեզ հետ եւ մենք կշարունակենք ձեր հարցերը տալ Հայաստանի լավագույն մասնագետներին։
Սիրելի բարեկամներ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ մոտ են մասնագետները, մենք կընդունենք զանգը, մինչև այդ ես հարցը տամ Բժշկուհի Առաքելյանին։ Բժշկուհի, շատ մեծ բաժին գրավում է ուրոլոգիայում, դա հարցերը շաքարնակագեղձի հետ կապված, իսկ մենք գիտենք, որ դա ունեն միայն տղամարդիկ, ձեզ ուղղակի հարցնում եմ, որ դուք պարզաբանեք կանայք հիմնականում երբ են դիմում ուրոլոգի, հիմնական գանգատները լուրջ ուրոլոգիական, չեմ վերցնում ցիստիտներ օրինակ, որոնք են։ Ասեմ, որ ցիստիտները լինում են նաև հեմորագիկ, այսինքն երբ որ կինը արյուն է տեսնում մեզի մեջ։ Այսինքն դա այդպես թեթևամիտ մոտենալ պետք չի դրան։ Իհարկե, միանշանակ, որովհետև ահեղ խնդիր է։ Արյուն մեզի մեջ կարող է լինել բանալ բակտերիայից, որը որ բորբոքում է առաջացրել, եւ կարող է լինել քաղցկեղից։ Եվ նախ եւ առաջ, երբ որ կին թե տղամարդ գալիս է արյունով մեզի մեջ, առաջին հերթին պետք է զգոն լինել եւ ժխտել ուռուցքային հիվանդությունները։ Բակտերիայից դեռ ոչ մեկին ոչ մի վատ բան չի եղել, ինչպես հայտնի է, բայց ուռուցքից ցանկացած ուռուցք ինչքան վաղ հայտնաբերես, այդքան բնական է ավելի լավ կօգնես պացիենտին ավելի երկար կյանք կունենա։ Հիմնականում դա կանայք ցիստիտներով են գալիս, շարունակեմ ձեր հարցի պատասխանը, երիկամի բորբոքումներով, միզաքարային խնդրով, այսինքն երբ որ երիկամ, դե միզաքարային ուղղակի այնպես չեն կարող առնջատել կին տղամարդ ու մոտ շատ ու մոտ քիչ, դա մեր ազգի համար բնորոշ բացի շաքանակագեղձից մնացած բոլոր հարցերով, բացի շաքանակագեղձից մնացած բոլոր հարցերով։ Այո, նու անմիզապահությունով են գալիս կանայք։ Իհարկե, դա մի հատուկ բաժին է, ես կարծում եմ մի անգամ դրա համար կհանդիպենք, այդ որ կանանց մոտ լինում է, որ ուղղակի չեն կարողանում մեզը պահել սիտուացիայում որոշ զանգ ունենք, լսում ենք, ասացեք խնդրեմ, այո։ Ալո, բարև ձեզ։ Իմ երիկամում արկա էր 11 մմ-անի քար, ես Տերեբունի բժշկական կենտրոնում 3 անգամ արդեն կոտրել են, այս վերջի հետազոտությունից հետո ինքը միզապարկից մոտ 1 սանտիմետր հեռավորության վրա մոտ մի ամիս արդեն, ու առաջ չի գալիս, ըմբն պատասխանեք ինչ անեմ, որ ընկնի այդ քարը վերջապես։ Այս պահին քարի չափը 6 մմ է դարձել։ 6 մմ շատ մեծ քար չի։ Դուք այո, 6 մմ-ը ըստ մեր կլինիկական ուղեցույցների, այսինքն ասեմ, ըստ այն կանոնների, որով մենք բուժում ենք ուրոլոգիական հիվանդներին, 6 մմ-անոց քարերը շատ մեծ, շատ բարձր հավանականությամբ գալիս են կնում են դեղորայնքային բուժման ֆոնի վրա։ Եվ պետք է անպայման փորձել, բայց վստահ եմ, եթե դիմել է պացիենտը Տերեբունի բժշկական կենտրոն, իրեն ամբողջ ծավալով բացատրվել է եւ ասվել է, եւ նույնիսկ եթե մի քանի անգամ փշրվել է քար եւ քարը չի փշրվել, այո, կան այդպիսի քարեր, որոնք չեն փշրվում։ Ոչ բոլոր քարերն են փշրվում, ցավոք մենք չենք կարող մինչև փշրելը իմանալ քարը փշրվող է թե ոչ։ Այո։ Փշրելուց հետո նա կարող ենք հասկանալ։ Քան այդպիսի քարեր, որոնք չեն փշրվում եւ դրանից հետո կարելի է ուղղակի, եթե փոքրիկ է քարը դեղորայքային բուժումով փորձել գցել, իսկ եթե քարը չի ընկնում, ապա պետք է էնդոսկոպիկ եղանակով այդ քարը միզածուրանի մեջ փշրել եւ թափվի բեկորները կգան։ Այսինքն դրա լուծումը գոյություն ունի։ Միանշանակ։ Եվ բժիշկները, որոնք զբաղվում են այս մեր զանգահարողով, երևի տիրապետ են այդ ամեն ինչը, ուղղակի մեկ-մեկ լինում է, որ համբերությունը չի ներում, որ մարդը միանգամից գնա, բայց լուծումը կա։ Միանշանակ լուծումը կա եւ վստահաբար իր բժիշկները բացատրել են, ասել են, կարող են այցելել մեզ, կարող եք դուք այցելել մեզ, մենք էլ ձեզ այդ նույն բանը կբացատրենք, կասենք եւս մեկ անգամ չենք զլանա ժամանակ կտրամադրենք այնքան որքան որ պետք է առանց որևէ խնդրի։ Զանգ ունենք, սիրելի գոլեգաներ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրեմն տղայիս մոտ աջ կողմում երիկամի երկաթում են հայտնաբերել մի քանի տարի առաջ, որ ծառայության էր պատրաստում եղնել։ Դրա համար ուզում եմ իմանամ բժիշկ Հովհաննիսյանից, արդյոք դա վնաս չի տալիս իմ տղայի հետագայում։ Երիկամի ինչ էր? Երիկամի երկաթում։ Երիկամի երկաթում, որը մեզ փոքրիկ ավելի հայտնի երևի թե ռուսերեն տերմին удвоение почки, հա, երիկամի երկաթումը դա նորմայի տարբերակ է։ Այո։ Եվ եթե երիկամի երկաթման արդյունքում երիկամի ֆունկցիան չի տուժում, այսինքն չի առաջանում հիդրոնեֆրոզ, չեն առաջանում քարեր, տարբեր տեսակի այլ խնդիրներ չեն առաջանում, բորբոքումներ, օրինակ, ապա կարելի է դա համարել նորմա եւ ասել հանգիստ ապրեք։ Ամբողջ բանն նրանում է, որ ես ոնց հասկացա հեռուստադիտողի որդու մասին էր խոսքը, որը դեռ երիտասարդ է եւ ինքը դեռ չգիտի
դա ինչպես կարելի է ինչ որ հետազոտությունների միջոցով հասկանալ դա վտանգավոր երկատում է թե ինքը տենց այդպես էլ կմնա եւ ոչ մի նեղություն չի տա կարելի է դա հասկանալ երբ որ մարդը դեռ երիտասարդ է երկատումների դեպքերի ճնշող մեծամասնությունը որևէ խնդիր չի առաջացնում եթե պացիենտը գտնվի հսկողության տակ օրինակ կես տարին մեկ այցելի ուրոլոգի կաբինետ, այցելի մեծ կամ որևէ այլ կլինիկա բնականաբար կատարվի սոնոգրաֆիա, կատարվեն 1-2 հետազոտություններ, վստահաբար կարող եմ ասել, որ երբևէ որևէ խնդիր չի զարգանա այդ երկատման արդյունքում, որտեղ ցանկացած խնդրի, որ եթե զարգացավ մենք հայտնաբերենք, թողում խնդիրը կլուծվի։ Կլինի բորբոքում, կլինի քար, կլինի նեղացում, որևէ խնդիր չլինի ժամանակին հայտնաբերման պարագայում։ Սիրելի բարեկամներ, մի հեռախոսահամարել եմ ուզում ձեզ հիշեցնել, հիմա որ կգրվի, դա զանգ է այն մասնագետների համար, որոնք կուզենային իրենց մասնագիտության մասին եւ իրենց դերի մասին այդ մասնագիտության մեջ գալ այս տաղավար եւ դրա մասին պատմել։ Այս համարը բժիշկներինը չի, ես խնդրում եմ դուք չխառնեք իրար։ Հիմա մենք զանգ ունենք, լսում ենք։ Այո։ Ալո։ Այո, լսում ենք ձեզ։ Այո։ Ես ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Շնորհակալություն։ Ես մի հարց ունեմ։ Ես 65 տարեկան եմ, ունեմ կիստա պոչկայի վրա։ Ես 9-11-ի վրա։ Դա ինչպես կարելի է լաբորասկոպիկ ձևով թե օպերացիայով։ Ասացեք բժշկուհի, հա։ 9-11 սանտիմետր վրա դա արդեն բավականին մեծ կիստա է, որը որ աճում արդեն երիկամի հաշվին։ Մենք ունենք տակտիկա այսպես կիստաների վերաբերյալ, եթե կիստան մինչև 6 սանտիմետր է եւ չի բերում մեզի արտահոսքի խանգարման, կիստաները չեն պահանջում ոչ մի միջամտություն։ Պահանջում են ուղղակի հսկողություն 3-ից 6 ամիսը մեկ։ 6 սանտիմետրից ավել կիստան արդեն սկսում է աճել երիկամի հաշվին։ Վտանգավոր է նրանով, որ երիկամի հյուսվածքը սկսում է պակասել։ Այո, վտանգավոր է նրանով, որ կիստայի պատն է բարակում եւ մարդը հանկարծակի կարող է վայր ընկնել, այդ կիստան կարող է պատռվել։ Ահա։ Եվ դա խոսում է արդեն նրա մասին, որ հիվանդի պետք է շտապ վիրահատություն, եւ արդյոք հնարավոր կլինի դա պետք չի հասցնել դրան։ Իհարկե, ոչ մի շտապ վիճակի պետք չի հասցնել, եւ պետք է եթե այդ չափի կիստա կա, պլանային կարգով բնական լապարասկոպիկ, միանշանակ լապարասկոպիկ։ Կարելի է մի նախադասություն ավելացնել բժշկու ասածին, ինչ վերաբերում է երիկամի կիստաներին, առհասարակ պետք է ասեմ, որ կտրվածքով կատարել վիրահատությունները երիկապի որևէ կիստայի չափի պարագայում մենք գտնում ենք անընդունելի։ Բժիշկ Հովհաննիսյան, մենք Սոչիից զանգ ունենք, լսում ենք ձեզ։ Ես ձայնը անջատել եմ։ Ասացեք, սիրելի հայրենակից, Սոչիից զանգ ունենք, ասեք, հարցրեք։ Ներողություն, այդ ուրոլոգական հարցը, ասեք։ Միզելու ժամանակ, առաջինը լավ չի միզվում, երկրորդն էլ այդ մասում, այդ մաչևոյի մասում, այդ կաբուտումը ցավեր, ու ես այսքան վաղտա դեղեր եմ օգտագործում, ես պրաստամոլ, բան, բայց զգում եմ, որ ոչ մի բան չկա, լինի օգուտ չկա։ Ես մեղավոր չեմ, բժիշկ Հովհաննիսյան, ձեր մասնագիտությունն է, ես դրա համար այդպիսի հարցեր են։ Կարելի է պատասխանեմ հետևյալ կերպ, բժիշկ Պետրոսյան, ցավոք այս հաղորդման ֆորմատի սահմաններում լիարժեք պատասխան տալ մեր ուղղություն տալն է, մեր խնդիրը ուղղություն տալն է։ Ուղղությունը այս պարագայում կլինի հետևյալ ուղղությունը, որ խնդրեմ մեր հեռախոսահամարները գրանցեք, մեր կլինիկայի իմ բժշկու հեռախոսահամարները գրանցեք, հաղորդումից հետո 1 ժամ հետո վաղը մյուս օր երբ ձեզ հարմար է զանգահարեք, ես ինքս բազմաթիվ հարցեր ունեմ ձեզ տալու, որոնք թույլ կտանեն ճիշտ կողմնորոշվել հեռախոսով գոնե, թե ինչ է ձեզ մոտ կատարվում, եւ նոր կկարողանամ լիարժեք, շատ թեքիչ լիարժեք պատասխան տալ, թե ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Բժիշկ Հովհաննիսյան, մի հարց եմ ուզում տալ, ուղղակի ճիշտ եմ հիշում, թե չէ, ես հիշում եմ, որ երիկամի հյուսվածքը համարվում է բավականին մեծ ռեզերվ ունեցող, այսինքն շատ ուշ է մարդը իմանում, որ արդեն, ինչպես ասեց բժշկուհին, որ հյուսվածքը պակասել է եւ սկսում է դա արտահայտվել անբավարարության ձևով։ Դա այդպես է։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց տվեցիք բժիշկ Պետրոսյան եւ պատասխանս պետք է լինի համարժեք հետաքրքիր։ Բարեբախտաբար մենք ունենք երկու երիկամ։
բարեբախտաբար 99% դեպքերում, այն 1% դեպքում պետք է ասեմ, որ կարող է ցավոք 1-2 երիկամ անենք, ինչու, որովհետև նույնիսկ մեկ երիկամը ապահովում է մեր օրգանիզմի բոլոր պահանջները։ Այո, դա հայտնի է։ Արդյունքում ստացվում է հետևյալը՝ մի երիկամը առողջ է, ապահովում է մեր օրգանիզմի բոլոր պահանջները, մյուս երիկամը հիվանդանում է, բայց մենք այդ մասին չենք իմանում։ Այո։ Երիկամը հիվանդանում է, երիկամը աճում է կիստա, ուռուցք, քար, բորբոքում։ Ես տանում եմ նրան, որ ամեն դեպքում պետքա ժամանակ առ ժամանակ հետազոտվել։ Այսինքն, եթե մենք երկու երիկամի պարագայում մեկը կորցնում ենք, դա բնավ լավ չի։ Հետո ինչ որ մենք ունենք երկուսը։ Լավ բան չկա դրա մեջ։ Չպետք է տանք մեկը բայց կորցնել։ լավը նա է, որ մենք զանգ ունենք։ Լսում ենք ձեզ։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Լսում ենք։ Ես ունեմ շագանադեղցի խնդիր։ Ինքը ասում են ինչ-որ միս է աճել ու պետքա հեռացվի։ Դա հնարավոր է դեղորայքով բուժել։ Բժիշկ Հովհաննեսյան, բժշկուհի այդ ասողը հաստատ բժիշկ չի եղել երևի, որ ասել է միս է աճել, ամեն դեպքում մի հատ ուղղորդեք։ Նախ եւ առաջ պետք է հասկանալ պացիենտի մոտ բարորակ գերաճյա շագանակագեղձի թե չարորակ։ Այսինքն բարորակ միսը թե չարորակ միսը։ Այսինքն ինչ որ մի բան ավելացել է շագանակագեղձի վրա, բայց հասկանալի է լինում։ Լինում է։ Ավելացել է մի բան, ինչը որ խանգարում է հիվանդին միզելու, որտեղ եթե չխանգարեր ինքը չերել գնա բժշկի։ Եթե բարորակա եւ դեղորայքով չի օգնում բուժումը, այսինքն գանգատները չեն անցնում, այդ միանշանակ առաջարկում ենք արդեն վիրահատություն էնդոսկոպիկ առանց կտրվածքի։ Եթե չարորակա առաջարկվում է արդեն վիրահատություն, որը որ ամբողջովին շագանակագեղձն է հեռացնում, ոչ թե այդ ավելորդ միսը, որը պացիենտը ասեց, այ ամբողջովին շագանակագեղձը վիրահատությունը կոչվում է ռադիկալ պրոստատեկտոմիա, որը որ մենք նույնպես անում ենք լապարասկոպիկ։ Սիրելի գոլեգաներ, մի հարցել ունեմ, վերջերս հենց մեր շանթի եթերում մի վնասիրով դուք հանդես եկաք, բժիշկ Հովհաննեսյան, եւ շատ մանրամասնորեն ներկայացրեցիք հենց քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղի խնդիրը, կարող եք մի երկու մեզ, այսպես ասած, էլի ուղղորդում տալ, հնարավոր է դա զգալ շուտ, հնարավոր է դա ինչ-որ մի ձևի հսկել պրոցեսը, ես գիտեմ, որ ինչ-որ ուղեցույցներ ուրոլոգները տալիս են այդ հարցի շուրջ, մի անգամ էլ ասեք, քանի ժամանակ ունենք։ Շնորհակալություն, բնականաբար լինելով լապարասկոպիկ ուրոլոգիայում երևի թե ամենաառաջադեմ կլինիկաներից մեկը եւ զբաղվելով ամբողջ ծավալով լապարասկոպիկ ուրոլոգիայի, մենք չենք մոռանում մնացած ուրոլոգիայի մասին եւ ամբողջ ծավալով ապահովում ենք սպասարկում ուրոլոգիական բոլոր հիվանդների, ներառյալ շագանակագեղձի հիվանդությունները, ինչպես ասաց բժշկուհին, նույն արմատական պրոստատեկտոմիան շագանակագեղձի քաղցկեղի պարագայում մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով, իհարկե կտրվածքով է արվում դա։ Շագանակագեղձի հիվանդությունները ցավոք այն հիվանդություններն են, հատկապես քաղցկեղը, այսինքն այն հիվանդությունը, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ հիվանդի թե կյանքի տևողության եւ թե նրա որակի վրա, այն հիվանդություններից են, որոնք երբ դեռ բուժելի են, գանգատներ չեն տալիս։ Սա ամենամեծ խնդիրն է։ Եվ դրա համար ամբողջ աշխարհում խորհուրդ է տրվում պացիենտներին 45 տարեկանից սկսյալ դիմել ուրոլոգների գանգատ չունենալու պարագայում։ Հասկանում եմ, հնչում է բավականին պարադոքսալ։ Ինչ է անում ուրոլոգը, այ ասեք, ինչ է այդ մարդուն։ Ինչ ենք անում, բժշկուհի ջան։ Անում ենք սոնոգրաֆիա, անում ենք շագանակագեղձի համար հատուկ անալիզ, որը կոչվում է PSA, պրոստատ սպეციფիկ անտիգեն, եւ այդ երկու հետազոտությունից հետո արվում ամենակարևոր հետազոտությունը շագանակագեղձը շոշափվում է։ Մատով շոշափվում է, որովհետեւ այն ինչ որ կարող է մատով շոշափել, կարող է դեռ անալիզները ցույց չեն տալիս։ Այո։ Եվ եթե ունենում եք կասկած այդ հետազոտություններից որևէ մեկով, այսինքն սոնոգրաֆիկ, թե PSA-ը եւ թե մատով շոշափելուց կատարվում է արդեն դիագնոստիկ հետազոտություն, որը կոչվում է շագանակագեղձի բիոպսիա։ Շատ անվնաս, շատ կարճ, շատ ոչ ցավոտ պրոցեդուրա է, բայց 100% Եվ եթե անձնավորությունը տղամարդը այդպես է անում, նա տարին մեկ ենթադրենք այդպեսի անում է հսկողության տակ է, ինքը կարող է հանգիստ լինել։ Միանշանակ։ Զանգ ունենք, լսում ենք։ Բարև ձեզ։ Ուրեմն իմ հարցը հետեւյալն է, էլի, ես խնդրում եմ մեր բժիշկներին ինձ բացատրեն, ես ուզում եմ իմանալ, էլի իմ մոտ մակրոհեմատուրիա է, ու արդեն 3 տարի ժամանակ է դի, ու ասենք ես դիմել եմ բժշկի, այնտեղ ցիսկաստոպիա են արել, ու տեսել եմ, որ ձախ երիկամից արյուն է գալի, բայց ոչ մի, ասենք, ինչ միջոցներ որ ձեռնարկել են այդ արյունը վերացնելու համար, ոչ մի բան չի ստացվել, էլի, ես ուզում եմ իմանալ, իրանք կարան իմանան, որ բաժակից է, որ հատվածից է, եթե պետք լինի, ասենք, տվյալ հատվածը հեռացվի, էլ նման այդ լապարասկոպիկ եղանակով հնարավոր է այդ գործողությունները անել։
ծանոթ բան է, իհարկե, մակրոհեմատուրիան, այսինքն մեզի մեջ արյունը, բացահայտ տեսանելի, այո, միկրոհեմատուրիան դա այն արյունն է մեզի մեջ, որը միայն միկրոսկոպով է երևում, անալիզով է երևում, բայց եթե պացիենտը տեսնում է արյուն մեզի մեջ, դա անվանում ենք մակրոհեմատուրիա, անշուշտ դա շատ հաճախ պատահող եւ երբեմն էլ բավականին ահեղ սիմպտոմ է, ախտանիշ է, այս պարագայում պացիենտը փաստորեն գիտի, որ իր արյունը գալիս է երիկամներից մեկից։ Այդ պարագայում պետք է անպայման կատարվի հետազոտություն, որը կոչվում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, մագնիսառեզոնանսային շերտագրում, որը թույլ է տալիս դեպքերի 95%-ում պարզել, թե իրականում ինչ պատճառ կա այդ արյան համար երիկամից։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ, դրանք կարող են լինել ինչպես բարուրագոյացություններ, օրինակ անգիոմիոլիպոմա, դա կարող է լինել Աստված Եվրոպայի բոլորից չար ուրակնորոգոյացություն, դա կարող է լինել անոթային շունտ, այսինքն երակի եւ զարկերակի միջև առաջացած կապ, որը կարող է առնել, եւ վերջապես լինում են դեպքեր 5%, երբ որ առհասարակ չի պարզվում, թե արյունամիզության պատճառը որն է։ Այդ պարագայում դժբախտաբար իհարկե, եթե արյունը շատ է եւ շատ է անհանգստացնում պացիենտին, կատարվում է երիկամի մասնահատում կամ երիկամի հեռացում առհասարակ։ Բայց մինչեւ դրան հասնել, այս էտապները բոլորը պետք է անցնել։ Սիրելի բարեկամներ, հատկապես դա վերաբերվում է այն մեր ազգակիցների, որոնք գտնվում են ուրիշ երկրներում եւ ենթադրենք իրենց ինչ որ խնդիրներով ուզում են ցանկանում են հայրենիք այցելել, դուք հիշեք, որ այս հաղորդման մեջ մենք խոսեցինք տարբեր բաների մասին եւ մեր բժիշկները այդպիսի կլինիկայում են աշխատում, որոնք կհասցնեն ձեզ օգնություն ցույց տալ, այսինքն դուք կարող եք գալ Հայաստան, վայելել ձեր հայրենիքը, գեղեցկությունը, ամեն ինչը համն ու հոտը եւ այցելել ուրոլոգների, որոնք նաեւ կլուծեն ձեր որոշ խնդիրները, եթե իհարկե այդպիսի ցանկություն կունենաք։ Զանգունենք, լսում ենք, ասացեք խնդրեմ, այո։ Ես ուզում եմ դիմել մեր ուրոլոգներին մի հարցով, ուրեմն ամուսինս խնդիր ուներ, մի տարի առաջ վարիկոցելեով վիրահատել են, հիմա լավանալու փոխարեն դեպի ավելի վատն է գնացել ու բժիշկներն ասում են, որ հնարավոր չի բնական ճանապարհով հղիություն ապահովել, իսկ դուք ինչ խորհուրդ կտաք, ինչ կասեք հնարավոր է ինչ-որ բան անել։ Ինչ խնդիր է։ Վարիկոցելեն դա ամորձու երակների լայնացում է։ Լայնացումը բերում է նրան, որ սպերմատոգենեզ է, այսինքն սերմի որակը ընկնում է։ Նվազում է, այո։ Եվ ուղղակի պարզ զանգից բնական դժվար է հասկանալ, եւ որ ասած վատացել է, կրկնվել է վարիկոցելեն թե ոչ, եթե կրկնվել է միանշանակ նորից պետք է վիրահատել, եւ պետք է այստեղ հասկանալ սերմի որակը ինչքանով է ընկել, եթե սերմի որակի մասին էր խոսքը։ Այսինքն հեռախոսազանգով դժվար է ասել, ճիշտ կլինի, որ պացիենտը Պրոբլեմը պարզ է, հա, եթե վարիկոցելեն կրկնվել է, պետք է վիրահատվի։ Պետք է վիրահատվի եւ պետք է հսկողության տակ պահվի սերմի գոյացումը, սպերմատոգենեզը, խթանել այն եւ չի բացառվում, որ մի պահ կգա, երբ որ հղիությունը ինքն իրեն էլ բնական ձևով կլինի։ Եվ եթե ժամանակ ունեն կարող եմ ավելացնել մեկ նախադասություն բժշկու ասացին, որ մենք մեզ մոտ վարիկոցելեի ժամանակ վիրահատությունը կատարում ենք լավագույն եղանակով, որը կոչվում է միկրովիրաբուժական վարիկոցելեկտոմիա, որի կրկնությունը կազմում է ընդամենը 0.5%։ Բազմաթիվ մեթոդներ կան վարիկոցելեի բուժման այլ, որոնց ժամանակ կրկնությունը կարող է մինչև 30% լինել։ Մեր կլինիկայում մենք ընտրել ենք լավագույն մեթոդը, այլ մեթոդներով չենք վիրահատում, մենք կատարում ենք միկրովիրաբուժական վարիկոցելեկտոմիա, որը առավել եւս ընտրության մեթոդ է, երբ վարիկոցելեն կրկնվում է ռեցիդիվի դեպքում։ Բժիշկ Հովհաննիսյան, մի հարց եմ ուզում տալ, նախորդ իմ եթերներից մեկում դուք ներկայացրեցիք մեզ բոլորիս վիրաբուժական ռոբոտին, այսինքն դա Վինչի, դուք առաջինն եք երևի, որ եկավ Հայաստան եւ ասեց, ոչ թե ուղղակի որ կարդացել եմ միտեղ որ կա, դուք աշխատել եք դրանով, երբ որ եղել եք գործուղման մեջ կամ ինչ որ մասնագիտացման մեջ։ Ձեզ ինչպես է թվում, կա արդեն կարիքը դրա Հայաստանում, ասենք որ լիներ այդպիսի սարք, պես մի բան կտար, թե ինչ որ մենք հիմա ունենք, մեզ լրիվ հերիք է, որպես երկրի, ինչ կասեք։ Ես վստահ եմ, որ մեր ազգը արժանի է բուժվել լավագույն ձևով, որը այսօր հասանելի է որևէ մեկին այս աշխարհի երեսին։ Որ դա շատ պրոգրեսիվ միջոց է բուժման։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը արժանի է այդ բուժման մեթոդին, ինչու ոչ մենք ինչով ենք պակաս, թե բժիշկներս ինչով ենք պակաս, թե մեր ժողովուրդը։ Մեր հայությանը, որովհետև ոչ մեկը հիմա մեզ մոտ չի կարող, ոչ մի բուժկենտրոն իրեն ուժերով չի կարողանա այդպիսի շատ թանկարժեք բան բերել, բայց ինձ թվում է, որ հայությունը
ընդունի այդ գաղափարը եւ կարող են օգնության ձևով մեզ տրամադրել մի հատ այդպիսի բան, իմանալով, սիրելի բարեկամներ, որ մասնագետը կա, կարող է այդ բանը անել եւ մի քիչ sense լարվենք եւ ունենանք Da Vinci ռոբոտը, զանգունենք, ուղղակի ժամանակը քիչ է, հարգելի բարեկամ, կարճ տվեք ձեր հարցը եւ խնդրենք, որ բժիշկները կարճ պատասխանեն։ Ալո։ Այո։ Ուզում եմ հարցս ուղղեմ բժշկին։ Այո։ Որքից 10 տարեկանում ամորտիների վիրահատություն է տարել։ Ամորտիներից մեկի սերմնալարը կաստ էր։ Այո։ Մի կերպ իջացրեցին փոստում, հիմա նորից բարձրացել է։ Այո։ Հա, ինքը զինակոծիկ էր, ամեն տարի հետազոտվում, հա, այս տարի հետազոտության ժամանակ ուղարկել են էնդոկրին բաժանմունքում հետազոտվելու։ Հիմա այնտեղ խորհուրդ են տվել, ինչ որ ասել են ամորտին, որ բարձրացել է, ասեն չի գործում։ Առաջարկել են հեռացում, միթե հնարավոր այդպիսի բան։ Հիմա ինքը չամուսնացած երիտասարդ տղա է, արժի նման ռիսկի գնալ։ Բժիշկ Հովհաննիսյան, շատ կարճ խնդրում եմ ասեք։ Պատասխանը պետք է մի շատ հստակ եւ շատ կարճ, ցանկացած օրգան կարող է իր ֆունկցիան կորցնել, եւ եթե օրգանն իր ֆունկցիան կորցրել է, այն պետք է հեռացվի։ Այլ հարց է, որ պետք է ողջել իրականում դա այդպես է թե ոչ։ Շնորհակալություն, սիրելի գոլեգաներ։ Ես հպարտ եմ, որ այսօր մենք այսպիսի հանդիպում ունեցանք, ես գիտեմ, որ ուրիշ օրերում դուք արդեն վաղ այս պահից եւ շատ խորը մինչեւ ավելի ուշ դուք խորացած եք ձեր գործի մեջ, դուք զբաղված եք հենց նրանով եւ շատ ուրախ եմ, որ դուք գտնվում եք այնպիսի բժշկական կենտրոնում, որը տվել է հնարավորություն ձեր սիրած գործով զբաղվել, որը ձեզ մոտ շատ լավ է ստացվում։ Բայց այսօր մենք կարողացանք այդ պահը ստեղծենք, դուք եկաք, մենք խոսեցինք, կարծում եմ, որ մեր հեռուստադիտողների համար շատ կարևոր էր այսպիսի հանդիպումը եւ եթե թվում է թե կարելի է բուժել հեռուստացույցով, իհարկե այդպես չի, սիրելի բարեկամներ, բայց բժիշկի մի խոսքը ասված, որ նա ուղղություն է տալիս, շատ մեծ բան է, հավատացեք ինձ, սիրելի բարեկամներ, շնորհակալություն, վաղը մասնագետ on-line-ը չի լինի, ես բացակայելու եմ, բայց երկուշաբթի օրվանից կրկին եղեք էկրանների մոտ, մեզ մոտ կրկին կլինի շատ լավ մասնագետ։ Շնորհակալություն մեկ անգամ էլ, սիրելի բարեկամներ, այսօր ընդհատվենք։ Այո, տեսնում, մի հիվանդացեք։